Please welcome the founding members of the Board of Peace. Խաղաղության խորհուրդ գրությամբ էկրանի դիմաց դրված աթոռներին հերթով նստում են կանոնադրությունը ստորագրելու համար Դավոս ժամանած երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ The Prime Minister of Armenia. Չորրորդը Հայաստանի վարչապետի անունն է հնչում։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահի։ The President of the Republic of Azerbaijan. Նրանց մի սպիտակ աթոռ է բաժանում իրարից, որ ինչպես ավելի ուշ պարզ դարձավ Թրամփինն է։ Նա բեմ է դուրս գալիս այն բանից հետո, երբ միայն իր աթոռն է մնում չզբաղեցված։ The President of the United States of America, Donald J. Trump. ԱՄՆ նախագահի ելույթն սկսվում է սովորականի պես 365 հաղթանակների մասին հիշատակումներով։ Այդ թվում Հայաստանի ու Ադրբեջանի մասին, որոնց առաջնորդներին Թրամփը փաստորեն իր ընկերներն է համարում։ Չնայած սովորաբար հենց այդ երկրների անուններն է թարսուշի տակ տալիս։ Armenia and Azerbaijan Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները իմ ընկերներն են։ become my friends are here. Թրամփի վստահեցմամբ դեռ 1 տարի առաջ աշխարհը կրակի մեջ էր։ Հիմա շատ բան է փոխվել, իրավիճակը կայունացել է։ Վստահեցրել է Թրամփը նշելով, որ միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը դեռ չի հաջողվել կարգավորել, չնայած ի սկզբանե դա հեշտ գործ էր թվում։ It's going to be the end of them. Մենք լուծել ենք 8 պատերազմ եւ կարծում եմ, որ եւս մեկը շուտով կլուծվի։ Գիտեք ինչի մասին եմ խոսում։ Այն մեկը, որը ես կարծում էի, որ հեշտ կլինի։ Պարզվեց, որ այն թերևս ամենադժվարն է։ That's the fire. Խաղաղության խորհրդի ստեղծումը կփրկի իրավիճակը Թրամփի կարծիքով, պատմության մեջ դա մեծ ներդրում է լինելու Միացյալ Նահանգների առաջնորդի համոզմամբ։ We're going to have peace in the world. Ամբողջ աշխարհում խաղաղություն է լինելու, ու Աստված իմ, դա պատմության մեջ լուրջ ներդրում կլինի։ Or you wouldn't be here. Այս դահլիճում յուրաքանչյուրը աստղ է, հակառակ դեպքում դուք այստեղ չէիք լինի։ The biggest people, the most Երբ important. այս խորհուրդը ամբողջությամբ կազմավորվի, մենք կարող ենք անել գործնականում ամեն ինչ։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Usual, very Վերջին նախադասությունը Թրամփը հավանաբար իլուր եվրոպական երկրների է հնչեցնում, որոնց մի մասը բոյկոտում է խորհրդի ստեղծումը, մտավախություն ունենալով, որ այն ՄԱԿ-ին է փոխարինելու։ tremendous potential with the United Nations. ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի։ Ես հավատում եմ, որ այստեղ հավաքված մարդկանց ու ՄԱԿ-ի միավորումը յուրահատուկ բան կլինի աշխարհի համար, ոչ միայն Միացյալ Նահանգներում։ Խաղաղություն հաստատելու առաքելություն ունեցող ՄԱԿ-ի ստեղծումից 8 տասնամյակ անց Թրամփի եւ եւս 19 երկրների ղեկավարների ու ներկայացուցիչների ստորագրությամբ հիմնադրվում է Խաղաղության խորհուրդը, որը կգլխավորի ԱՄՆ նախագահը։ Մերձավոր Արևելքի երկրների արաբական պետությունների, Բուլղարիայի, Հունգարիայի, Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները իրենց ստորագրությունն են դնում խորհրդի կանոնադրության տակ, դառնալով հիմնադիր անդամներ։ Դեռ պարզ չէ, թե ով է պատրաստ $1 միլիարդ տալ մշտական անդամակցության համար։ Կարծում եմ, որ հրավերը կարող է տարբեր ղեկավարներին տարբեր տրամաբանությամբ ուղարկվել եւ ձեր նշած պայմանը կարող է նաեւ պարտադիր պայման չլինել։ Արթուր Հովհաննիսյանը նկատի ունի, որ հնարավոր է մշտական անդամ դառնալ, բայց փող չվճարել։ Եթե նույնիսկ տարբեր երկրների համար տարբեր է։ Այն երկիրը, որը կներդնի $1 միլիարդ, եւ այն երկիրը, որից չեն ուզի եւ ինքը չի ներդնի այդ $1 միլիարդ, նույնիսկ եթե դա այդպես է։ Ձեր կարծիքով նույն ձայնի իրավունքն են այդտեղ ունենալու։ Եթե Հայաստանն ամեն դեպքում որոշի այդպիսի շռայլություն իրեն թույլ տալ, ապա Հայաստանի քաղաքացիներն են վճարելու միլիարդանոց անդամակցության համար։ Իսկ իրականում Փաշինյան-Թրամփ հերթական լուսանկարի, պնդում է Մամիջանյանը։ Մենք բոլորս, Հայաստանի այդպես բոլոր քաղաքացիները վճարելու են $1 միլիարդ, որ Փաշինյանը մի հատ էլ ֆոտո ունենա Թրամփի հետ։ Լավ թանկ են նստում մեր վրա Փաշինյանի ֆոտոները։ 60 միլիոնի կարգի նստեց Սուերի սելֆին։ Այդ ինքնաթիռները մի վայրկյան չեն օգտագործվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պաշտպանության, մեր սահմանների, տարածքային ամբողջականության համար։ Գուցե հենց անդամակցության վճարի հարցերն էին ճշտում Փաշինյանն ու Թրամփը կողք կողքի նստած։ Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում էր, որքան խիզախ քայլ է արել Թրամփը խորհուրդը ստեղծելու նախաձեռնությամբ։ Մենք այսօր այստեղ ենք հավաքվել նախագահ Թրամփի տեսլականի շնորհիվ։ Գոյություն ունեցող ինստիտուտներն անկարող են գործել։ Թրամփը տեսլական եւ համարձակություն ուներ երազել անհնարինի մասին։ Թրամփը վստահեցրել է խորհուրդն անիմաստ ժամանակ չի վատնելու։
Նրա խոսքով հաճախ են ժամանակը վատնել, այդպես էլ չիրականացած բաների վրա։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։